Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմը որակապես տարբերվում է մինչև այժմ եղածներից։ Օգտագործվում են ժամանակակից հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ռազմական նորագույն ավիացիա, որոնք թիրախավորում եւ մեծամասամբ անվրեպ հարվածներ են հասցնում ռազմական օբյեկտներին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Զուգահեռ պատերազմող երկրները հայտարարում են ռազմական արդյունաբերությունը ել ավելի զարգացնելու մտադրության մասին։ Մասնավորապես Իսրայելի վարչապետը օրես հայտարարեց, որ այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով պատրաստ է $110 միլիարդ ծախսել անկախ զինատեսակների ստեղծման ու արտադրության վրա։ Որ պատերազմներում ռոբոտացված համակարգերը առաջնային դեր ունեն, այլևս գաղտնիք չէ։ Մի օրինակ բերեմ ռուս-ուկրաինական պատերազմից։ Ռուսաստանը հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով տևական ժամանակ խափանում էր դրոնների աշխատանքը։ Ի պատասխան Ուկրաինան սկսեց դրոնները կառավարել ոչ թե ռադիո ազդանշանների, այլ օպտիկա մանրաթելային մալուխների միջոցով։ Իսկ լոգիստիկ մարտական խնդիրները լուծելու նպատակով կողմերը սկսեցին արտադրել ու կիրառել նաև մարտական, բեռնատար, ականակիր ցամաքային դրոններ։ Մենք եւս խոսում ենք ռազմաարդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին։ Օրինակ 2026-28 թվականների ռազմաարդյունաբերության զարգացման ծրագրի համար գործադիրը նախատեսել է ավելի քան $150 միլիարդ։ Բայց արյութես, որ մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2025 թվականի բյուջեում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը հատկացված $5 միլիարդ 700 միլիոն դրամից $3 միլիարդ 200 միլիոնը կրճատեց։ Ընդ որում 1 միլիարդ 800 միլիոնը նախատեսված էր ռազմական նշանակության գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների համար, 1 միլիարդ 400 միլիոն դրամը փորձանմուշների արտադրության։ Այսինքն այդ գումարը տարվա ընթացքում չէր ծախսվել։ Ստացվում է, որ միայն խոսում ենք։ Սուր թեմայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Իսաթեք Robotics ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վահան Իսաջանյանին։ Ի թիվս այլ հարցերի նա կանրադառնա իրենց նախագծած ու պատրաստած Scorpion մարտական ռոբոտի փորձարկման գերազանց արդյունքներին։ Այս ռոբոտի բանակում ներդրման առաջարկով ընկերությունը արդեն տարիներ շարունակ թակում է պաշտպանության նախարարության դռները, սակայն ապարդյուն։ Վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է զինված ուժերի հատկացվող դրամական միջոցների թիվը։ Ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն 5 տարի է թերակատարվում է ահռելի տոկոսով։ 2020-ից հետո մենք փոխանակ պատրաստվենք 2030-ի պատերազմին, մենք դեռևս 2020-ի պատերազմին ենք պատրաստվում։ Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը մեր երկրի ռազմավարական նպատակներից մեկն է։ Ինչ է անհրաժեշտ հայրենական ռազմաարդյունաբերության զարգացման համար։ Հնարավոր է մեր երկրում արտադրել բանակին անհրաժեշտ զինտեխնիկա, ինչ խնդիրներ կան ոլորտում։ Այսօրվա դրությամբ ցանկացած տեսակի տեխնիկա էլ հնարավոր է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրել, ուղղակի պետք է հիշել, որ ցանկացած բարդ տեխնիկա, եթե մանավանդ հարցը վերաբերվում է ռազմականին, ինքը սկսվում է փորձանմուշից։ Իսկ փորձանմուշները ստեղծողները հիմնականում փոքր ընկերություններ են։ Դա ավելի շատ ստեղծագործական աշխատանք է։ Հետևաբար պետք է հավասար պայմաններ պարտադիր ապահովել բոլորի համար։ Մեծ ընկերությունները եւ փոքր ընկերությունները պետք է գտնվեն հավասար պայմաններում։ Այսօրվա դրությամբ, եթե օրինակ Պաշտպանության նախարարությունը հարկավոր է ինչ-որ տեխնիկա, պարտադիր պետք է մրցույթ հայտարարվի, ճիշտ է փակ հարտակում բոլոր գրանցված ընկերությունների մեջ, բայց պետք է զանգեն ընկերությունների տնօրեններին, ասեն, այս հենց մեծ տեխնիկա է հարկավոր, այսքան գումար, այսքան ժամկետ։ Այն ընկերությունները, որոնք արդեն մատակարար են բանակին, հա, նրանք չպետք է, ասենք կոպիտ ասենք, նեղեն են փոքր սկսնակ ընկերություններին, որպիսի լինի առողջ մրցակցություն։ Առաջի խնդրի ես նշեցի դա այդ հայտարարումն է պատվերների, հա։ Իսկ երկրորդ խնդիրը, օրինակ շատ բարդ խնդիր է, երբ որ սկսում ես ինչ-որ պրոյեկտ եւ ներմուծում ես բազմաթիվ մասեր արտասահմանից Հայաստան, որ սկսես այդ ռոբոտը օրինակ կառուցել, մաքսային ծառայությունը այնքան է բարդացնում
այդ մաքսային պրոցեդուրները, որ ընդհանրապես հնարավոր չի դառնում աշխատանքը շարունակել։ Օրինակ Ամերիկայի նման հզոր երկիրը ընդհանրապես ռոբոտիզացիային վերաբերվող, ռոբոտներին վերաբերվող մասերը չի մաքսազերծում։ Նույնը պետքա պարտադիր արվի մեր մոտ։ Միջև դա չարվի, ես չեմ հավատում, որ լուրջ զարգացում կարող է լինի։ Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման ներկայիս տեմպերը, ինչ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ ռազմական արտադրության ոլորտում։ Եթե մենք վերցնում ենք էլի ռազմականին վերաբերվող ժամանակակից տեխնիկաները, դրանք դրոններն են, որտեղ դասական տեխնիկաները մենք չենք կարող մրցակցել, շատ հզոր ընկերություններ կան արտասահմանյան, հարյուրավոր տարիների փորձ ունեցող, մենք չենք կարող մրցակցենք, բայց նոր դրոնների ոլորտում, երբ որ համեմատաբար 20-25 տարվա պատմությունը, մենք այդտեղ կարանք լուրջ մրցակցություն ցուցաբերենք եւ շատ կարեւոր է այս տարի եւ մյուս տարի, այս մոտակա 2 տարվա մեջ, ասենք ասենք հեղափոխություն է տեղի ունենալու արհեստական բանականության ծրագրերի հիման վրա, այդ ծրագրերը մտնելու են այդ դրոնների մեջ եւ դարձնեն նրանց լրիվ ավտոնոմ, այսինքն օպերատորը ուղղակի առաջադրանք է տալու, դրանք ինքնուրույն կատարեն այդ առաջադրանքը, որը որ նրանց էֆեկտիվությունը նույնիսկ 10-պատիկ չէ, հնարավոր է 100-պատիկ ավելի ավելացնի եւ մենք այդ գործընթացից չպետք է հետ մնանք, դա շատ կարեւոր է։ Շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել այդ ծրագրերին, որոնք որ դարձնում են դրոնը լրիվ ինքնուրույն ռոբոտ, ավտոնոմ։ Ինչ դեր ունեն ժամանակակից պատերազմներում մարտական ռոբոտները, անօդաչու թռչող սարքերը, որքանով են արդյունավետ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմում լոգիստիկ, մարտական խնդիրները լուծելու նպատակով կիրառվող մարտական, բեռնատար, ականակիր ցամաքային դրոնները։ Միջև մենք մի հատ համեմատություն չանցկացնենք դասական զենքերի հետ, մենք չենք կարող պատկերացնել ինչքան ավելի էֆեկտիվ են ժամանակակից դրոնները։ Դասական զենքերն են դրանք, ասենք տանկերը, հրետանին, ինքնաթիռները, ուղաթիռները, դրանք հիմնականում ստեղծվել են 20-րդ դարում։ Շատ թանկարժեք տեխնիկա է, յուրաքանչյուրը արժի մոտ մի քանի միլիոն դոլար։ Դրոնները շատ ավելի էժան են եւ շատ ավելի էֆեկտիվ են։ Օրինակ, եթե սկսվում է լայնածավալ պատերազմ, առաջի թեժ ամսվա ընթացքում այդ խոշոր դասական շատ թանկարժեք տեխնիկաները գրեթե 80%-ով ոչնչացվում են։ Այսինքն, եթե մենք խոսում ենք նրա մասին, որ էֆեկտիվ պատերազմ վարենք, մենք պետք է հաշվարկ անենք, կոպիտ ասած, մեկ հակառակորդի զինվոր չեզոքացնելու վրա մենք ինչքան գումար ենք ծախսում։ Եթե մենք հիմա հաշվարկ անենք թե մեր 20 թվի պատերազմի դեպքում, թե ուկրաինական պատերազմի դեպքում, մեկ զինվոր ոչնչացնելու համար մոտավորապես ծախսվել է 300-ից 400,000 դոլար գումար, հաշվի առնելով այդ թանկարժեք դասական տեխնիկայի ոչնչացումը եւ հաշվի առնելով զինվորների մարդկային կորուստները, որի փոխհատուցման համար շատ մեծ գումարները ընտանիքներին փոխհատուցվում։ Օրերս ազդարարեցիք, որ պատրաստ է մարտական Սկորպիոն ռոբոտի կատարելագործված տարբերակը, ինչ կոնկրետ մարտական խնդիրներ կարող է այն լուծել։ Այդ ցամաքային դրոնը, Սկորպիոնը, միտք ունի հենց մարտական գործողություններ վարելու, ոչ թե բազմաֆունկցիոնալ, ինչպես օրինակ ասենք ռուսական, էստոնական, ուկրաինական բազմաթիվ ցամաքային դրոններ են կատարում, այսինքն մեր Սկորպիոնը շատ մարդու չափսերին համեմատական դրոն է, բայց 600 կիլոգրամ քաշով շատ գերամուր պողպատից կառուցված է, այսինքն նա նախատեսված է զուտ մարտական գործողություններ վարելու համար, այսինքն մարտի դաշտում փոխարինել զինվորին, իսկ զինվորներին պլանավորվում է այդ մարտավարության դեպքում ընդհանրապես բերել 3-4 գից ավելի երկրի խորքը։ Եվ հենց սկզբունքը դրանում է, որ այդ դասական զինատեսակները, թանկարժեք տանկերը, ինքնաթիռները չոչնչացվեն եւ տենց մեծ ծախսեր մենք չունենանք, այսինքն առաջնագծում լինեն ոչ մարդիկ, ոչ թանկարժեք տեխնիկաներ, այլ լինեն միայն ցամաքային եւ օդային դրոններ, որոնք որ են ամենածանր սև գործը կկատարեն։ Եվ վերջին հաշվով այդ հաշվարկի դեպքում մենք կատարել ենք նույնիսկ այդ հաշվարկը, մոտավորապես ստացվում է, որ մեկ հակառակորդի զինվոր չեզոքացնելուն մենք ծախսում ենք $1,000, ոչ թե 300,000։ Այսինքն ահռելի տարբերության մասն է խոսքը գնում։ Ինչու պատկան կառույցները մինչև օրս չեն պատվիրում Սկորպիոն մարտական ռոբոտը։ Եթե պաշտպանության նախարարի մակարդակով անձնական ցանկություն լինի նրա մոտ աջակցել եւ ընթացք տալ այդ պրոյեկտին, շատ կարճ ժամանակում դա հնարավոր է իրականացնել։ Մենք 4-5 տարի արդեն չենք ակնհայտ չէ պատասխան չենք ստանում, բայց տարբեր բարդություններ են առաջանում, հասկանում եք, որոնք հաղթահարելուն կարող է եւս մի 2 տարի ժամանակ պահանջել։ Թղթաբանական մի ժամանակ
ինչ որ մի ժամանակահատված ֆինանսավորվել է պետության կողմից այս պրոյեկտը, հետո դադարեցրել են, վերսկսել արդեն իրավաբանորեն չի թույլատրվում, սպասում ենք ինչ որ նոր օրենքի ընդունման։ Որն է արդյունավետ՝ գնել մեկ հրթիռ, թե մեկ մարտական ռոբոտ կամ անօդաչու թռչող սարք։ Բերենք Ռուսաստան, Ուկրաինայի օրինակը։ Ռուսաստանը ամենամեծ երկիրն է, որ ունի ամենամեծ քանակով հրթիռներ։ 4-5 տարի նա ամբողջ իր հնարավորություններով գնդակոծում է Ուկրաինան, բայց էական փոփոխություններ մարտի դաշտում չեն եղել։ Այսինքն յուրաքանչյուր հրթիռ արժի մի քանի միլիոն դոլար, մեկից եւ ավելի միլիոն դոլար։ Դե պատկի ինքներդ գնահատեք, իմաստ ունի այդ թանկարժեք։ Միացած կոպիտ օրինակ բերեմ, ոնց որ առաքիչը Ford Transit մեքենա գնելու փոխարեն գնի վերջի մոդելի Rolls-Royce եւ անի իր գործը։ Ամբողջ աշխատավարձը ծախսելու է այդ մեքենայի սպասարկման վրա։ Ցամաքային եւ օդային փոքր չափի, ոչ թանկարժեք դրոններ, որոնք որ շուտով ոնց որ արդեն նշեցի, նրանք դառնալու են ինքնուրույն եւ շատ վտանգավոր եւ շատ էֆեկտիվ, շատ էֆեկտիվ։ Խեղված ճակատագրերեջի նախորդ տեսանյութը մեծ սիրարանցում առաջացրեց մեր հեռուստադիտողների շրջանում։ Խմբագրության հեռախոսազանգերը չէին դադարում։ Մարդիկ խոստովանում էին, որ եթե մի ընտանիք, որտեղ 5-ից 3-ը ոտքի հետ կապված լուրջ խնդիր ունեն, կանգնած են տունը կորցնելու վտանգի առաջ, բայց չեն հանձնվում, մենք բողոքելու տեղ չունենք։ Այո, սա այն դեպքն է, երբ ասում են Աստված էլ Բեթարից ազատի։ Ինչևէ, 43-ամյա Լուսինեի ու նրա ընտանիքի պատմությունը անտարբեր չթողեց ոչ մեր գործընկերներին, ոչ էլ հեռուստադիտողներին։ Կարճ ժամանակում հավաքված զգալի աջակցությունը մեծ օգնություն դարձավ ընտանիքի համար, պարգևելով հույս, որ նրանց կացանի հարցը ի վերջո կլուծվի։ Բարի լուր ստացավ նաև փոքրիկ Նաիրին։ Պատմել ենք, որ եթե 3-ամյա երեխային շտապ չվիրահատեն, կարող է ամբողջ կյանքում գանված մնալ հաշմանդամի սայլակին։ Եվ Ուիգմոր կլինիկայի մասնագետները պատրաստակամություն հայտնեցին հետազոտել երեխային եւ հոգալ բուժման ծախսերը։ Շնորհակալ ենք։ Ընտանիքը ստացավ ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև անհրաժեշտ կենցաղային իրեր, սնունդ, հագուստ, մեծերի ու երեխաների համար կարևոր այլ նվերներ։ Այս ամենը հնարավոր դարձավ Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ։ Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ երեկվա հուսահատությանը այս ընտանիքում փոխարինելու են եկել հավատն ու ժպիտը։ Սա եւս մեկ ապացույց է, որ երբ մարդիկ միավորվում են, նույնիսկ ամենածանր պատմությունները կարող են լուսավոր շարունակություն ունենալ։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Հույսի վերադարձը» տեսանյութը։ Մեր նախորդ թողարկմանը գնացել էինք Լուսինեի ընտանիքի դառը պատմության հետքերով։ Ամեն օր այս ընտանիքի լույսը բացվում է նոր վախով, տանտերը դուռը չբացի ու դուրս հրավիրի։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 43-ամյա Լուսինեն ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի իրավիճակում։ Վախենալն ու մտածել է դա, որ ամեն վարքյան հենց հիմա կարող դուռը բացի ու ասելի մարդ եմ բերի։ Ու մենք չգիտենք ուր են գնալու։ Երիտասարդ այս զույգի դիմակայելու վճռականությունն ու հույս ներշնչող պահվածքն աչքի առաջ մեր մշտական գործընկերները կրկին օգնության շտապեցին։ Նրանք իրենց աջակցությունն առաջարկեցին եւ փորձեցին ամեն կերպ օժանդակել այս ընտանիքին։ Մեր նկարահանման օրը պարզ դարձավ, որ սրտացավ հեռուստադիտողներից ամեն մեկը իր կարեցածի չափ գումար էր ուղարկել։ Շատ զանգողներ են եղել։ Даже հիմա ներկապարգան զանգողներ, գումար փոխանցումներ ներկապարգան, հենց հիմա կա։ Չեն դադարել։ Ամեն մեկը իր չափով, իր ձևով օգնություն է տրամադրում։ Եթերը հերարցակվելուց հետո ահագին զանգեր եղավ, զանգեցին, գումարներ փոխանցեցին, արդեն հավաքվել է որոշ չափով։ Շատ շնորհակալ եմ բոլորից, բոլոր ուղարկողներից, նայողներից։ Սակայն սա նրանց միակ խնդիրը չէ, նախորդ անգամ պատմել էինք, որ ընտանիքի միջնեկ որդին 3-ամյա Նաիրին չի կարողանում քայլել։ Երեխային չվիրահատելու դեպքում սպառնում էր հաշմանդամի սայլակին մնալու ճակատագիրը, սակայն ճակատագիրն, ինչպես ասում են, այս հարցում էլ երես չթեքեց այս ընտանիքից։ Անանուն մնալ ցանկացող բժշկական կենտրոններից մեկը պատրաստակամություն հայտնեց հետազոտել փոքրիկ Նաիրին։ Նշեցին, որ վերականգնողական բուժման անհրաժեշտություն կա, իսկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն դեռ չկա։ Դեռ առաջնային պետք է կոնսուլտացիա անցնի, նրանց հետո արդեն իրան կասեն երեխուն ինչա պետք, ինչ պետք է արվի, որպեսզի հաստատա ոտքի կանի։
Mobile Center խանութ սրահի տնօրինության նվերը այս ընտանիքին հեռախոսներ են, իսկ դրանց հասցեատերերը այս անգամ տան մեծերն են։ Edit Print-ի գրքերն ու նկարազարդ տետրերը ամենաշատն էին ուրախացրել հետաքրքրասեր փոքրիկներին, շտապեցին ուսումնասիրել դրանք։ Այսօր ուրախ էին, տեսնելով այդ ամեն ինչը, ուրախ են։ Էկոկոմֆորտ ընկերությունը, որը շուկայում հայտնի է դռների, պատուհանների արտադրությամբ, այս ընտանիքին եւս միայնակ չթողեց։ Ընկերության ներկայացուցիչները անձամբ էին եկել ֆինանսապես աջակցելու ընտանիքին։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր տան եւ երեխայի խնդիրների մասին պատրաստ է օգնել ձեզ գումարով, որ կարողանաք լուծել բոլոր խնդիրները։ Շատ շնորհակալ եմ ձեզանից եւ Էկոկոմֆորտ ընկերություն։ Լուսինե ջան, ցանկանում ենք միշտ լինեք առողջ։ Շատ շնորհակալություն։ Բազմոս գրուպը ինչպես միշտ էլի մեզ հետ էր։ Փափուկ ու շատ հարմարավետ բազմոս նվիրեցին ընտանիքին։ Սա առաջի անգամն է, որ դիմեցի ու որ այսքան օգնում են։ Նախորդ անգամ Լուսինեն պատմել էր, որ երեխաները մահճակալ չունենալու պատճառով ստիպված կոտրված մահճակալին էին քնում։ Արգավանդ AM-ի ուղարկած բասկաթոռը կծառայի նաև մահճակալ Նաիրիի համար, ով հասցրեց արդեն հարմար տեղավորվել։ Կենցաղային պայմանների բարելավման հարցը եւս անտեսված չմնաց։ Շնորհակալ եմ սաղից, ցանկացած այն մարդուց, թեկուզ են 10 դամիր, թեկուզ են մի հատ, թեկուզ ապրես գրողից, ամեն չնչին բանից, շատ շնորհակալ եմ սաղից։ Նախորդ անգամ տեղեկացրել էինք, որ չնայած Լուսինեն ծնկներով կամ հենակներով է քայլում, սակայն չի զլանում ոչ մի րոպե տան մաքրությունն ապահովել։ Ուստի բացի ֆինանսական աջակցությունից մեր մշտական գործընկեր Mr. Gin ընկերությունը տնտեսական ապրանքներ ու հիգիենայի պարագաներ էր ուղարկել Լուսինեի գործը թեթևացնելու համար։ Տեսնելով ամեն անգամ եթերները, ինչ որ չափով սպասում էի, բայց կոնկրետ ինչքան ոնց այդպես չի կարող ասել, էլի թե ինչքան։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ բոլորից։ Տոնական տրամադրությունը լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերության քաղցրահամ տեսականին։ Ուղարկել էր թխվածքաբլիթների տեսականի, իսկ Տաբուչ Սվիթ ընկերությունը փախլավաների, գաթաների լայն ու հարուստ ընտրանի, որը տոնական տրամադրություն պարգևեց ընտանիքի սեղանին։ Հիմա ներկայացրած մի 2-3 ամիս մենք ոչ մի բանի մասին չենք կարող մտածել, քանի որ ամեն ինչով օգնել են։ Ինչ պետք է մեր տան համար որ պիտի օգտագործենք տունը, ամեն ինչով օգնել են։ 2-3 ամիս ակաժներից հանգիստ կան կապենք։ Լսելով պարտքերի մշտական բնակության վայր գտնելու երեխայի վիրահատության ծախսը հոգալ չկարողանալու մասին, մեր մշտական բարերարները օգնության ձեռք մեկնեցին։ Ընդ որում ոչ միայն հայաստանաբնակները, այլև Սփյուռքի մեր հայրենակիցները, Ֆրանսիայում ու Բելգիայում ապրող Արայիկն ու Արսենը։ Ցուցաբերած դրամական աջակցությամբ օգնեցին Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սփրեդից, յուղերից ուղարկել էր նաև իր նոր տեսականուց մայոնեզ ու կետչուպ։ Նաև տնտեսական ապրանքներ են ուղարկել, հովանավորներ կան, որ նաև սնունդ ամեն ինչ ուղարկել են, իրանց է շատ շնորհակալ եմ ամեն այն մի փոքրիկ բանի համար։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների ու կոմպոտների մեծ տեսականին ապահովել էր Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Արզնի հոլդինգի ղեկավարությունը ֆինանսական աջակցությունից զատ բազմանդամ ընտանիքին ուղարկել էր նաև իր ընկերության արտադրանքը, որը հատկապես փոքրիկներին է անհրաժեշտ։ Իսկ Նարինե մածուն ընկերությունն էլ միանալով աջակցության ձեռնարկին ուղարկել էր նրբահամ մածուններ, որոնց համից երկու տղաները պարզապես չէին կշտանում։ Արաքս թռչնաֆաբրիկան էլ ապահովեց ընտանիքի մսամթերքի պաշարը։ Սառեցված մսամթերք էին իրենց հետ բերել, հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ։ Վարդան ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ձեզ եւ ձեր ընտանիքին քաջ առողջություն մաղթելով ձեզ ուղարկել է թռչնամսի լայն տեսականի եւ տեղական համեղ կիսաֆաբրիկատներ։ Հուսամ կհավանեք։ Ամեն ինչ բարեհաջող տեղ հասցրեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Հիմա պիտի անեցանով այդ մեկը ձերք սարքեմ։ Մեկից վրա չնստեմ, չսպասեմ, որ իշու մեկը նույնիսկ պիտի ինձ հաց բերի։ Այդ հացը ես արդեն ուրիշին օգնեմ։ Ես արդեն ուրիշին կանեմ տրամադրեմ այդ հացը ու ինքն էլ ինձ նման ոտի կան, ինձ նման փոսն չլինի։ Դրա համար ես պիտի հետ չնայեմ, առաջ նայեմ, որ տվան մարդկանց արածը ապացուցեն, որ անտեղի չի եղել։ Ապացուցեն, որ էդի ես կարող դաժե ինձանից հետ կայնացնեն, օգնեմ, որ ինձ նման կան առաջ։ Այս ընտանիքում հույսը կարծես մարում էր։ Մինչև այն պահը, երբ մարդկային վերաբերմունքը եկավ փոխարինելու անտարբերությանը։ Այսօր նրանք այլևս միայնակ չեն, այս պատմությունը դիպավ մարդկանց սրտերին, եւ նրանք օգնության ձեռք մեկնեցին այն պահին, երբ թվում էր պարզապես ելք չկա։
Այս փոքրիկ տան մեջ, որտեղ դեռ 3 տիրում էր անորոշությունն ու վախը, այսօր արդեն կա ամենակարևորը՝ հավատը, որ վաղը կարող է էլ ավելի լավ լինել։ Իսկ բարեգործությունը աստվածահաճո է, բումերանգը տիեզերական օրենք։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Ոչ առաջին փորձն էր, ոչ էլ նույնիսկ երկրորդ։ 3 եղբայրներով հաղթակվել են երեխայի վրա ճանապարհին ծեծել։ Բանը հասել է Որովայնի Սալջարդին, ողջ գնում է դպրոց, ծեծված հետ գալիս տուն։ Այսքանով սակայն չի բավարարվել 10 տարեկան տղայի դասընկերը։ Անթադ ճնշված, անթադ վիրավորված։ Եթե երեխան ընտանիքում դառնում է բռնության ականատես, անպարզելիության մթնոլորտ է ձևավորվում։ Որդու վրա հարձակումից հետո ոստիկանական վերահսկողություն այդ տարածքում եղել է։ Մենք ունենք փողոցներում վերահսկող ոստիկանական ծառայողներ։ Ապագայի հետ սակայն մեծ հույսեր չի կապում։ Չի թվում սա մինչև վերջ կգնա։ 5 անչափահաս է պահվում։ Նրանցից 2-ին դատապարտել են։ Ոչ թե պատժող, նպատակ պետք է հետապնդիր։ Ճարպիկ ծառահատները տեղին օգտվում են։ Այս հատվածում մենք ունենք անտառացած տարածք։ Ձմեռվանից հետո շրջայց է այս տեղամասում բացահայտել է ծառերի հերթական կոտորածը։ Կոտորածի մի մասը գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում։ Ֆիզիկապես հնարավոր է գտնվես անտառում, բայց դե յուրե այն համարվի համայնքի տարածք։ Դե ֆակտո ինքը անտառային տարածք է։ Պարեկում է անտառում եւ հարյուրավոր ընդհարումներ է ունեցել։ Ամիսով այստեղ ոչ մեկ չի եկել, ասել ախ դերես ինչ է բանը։ Եվ թող գրողի ծոցը գնան, արբանյակն էլ ծառեր պատկերող ճշգրիտ նկարներն էլ։ Ինչքան է շանսը, որ իրանք տեղյակ են եղել ու այդ ամեն ինչի մեջ խառնված չեն։ Ես աշխատում եմ մինչև ժամը 6-ը, ծառերը կտրել են 6-ից հետո։ Ֆիքսում են նրանց յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր խոսակցությունը։ Դատական այդ գործերի ճակատագիրը մնում է անհայտ։ Գիտենք, որ որոշակի խնդիրների մենք բախվելու ենք։ Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքների մասին կարելի է լսել գրեթե ամեն օր։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրորդ դասարանի երեխան, որ ընդամենը 8 տարեկան է, դասարանցուն այնպիսի դաժանությամբ ծեծի, որ վերջինը Որովայնի Սալջարդով տեղափոխվի հիվանդանոց։ Համաձայն եմ, դժվար է պատկերացնել։ Բայց սա հիպոթետիկ օրինակ չէ։ Դեպքը տեղի ունեցել Երևանյան դպրոցներից մեկում հենց նախորդ շաբաթ։ Ու եթե հավելում ենք փաստը, որ քննչական կոմիտեն նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների մասով քրեական 464 վարույթ է քննել, ապա հարցը, թե որտեղից երեխաներին այդքան ագրեսիա, ամենևին էլ ռետորական չէ։ Հարց, որն առաջին հերթին պետք է մտահոգի իրավապահներին։ Հարց, որի պատասխանից է կախված, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն կանխարգելիչ աշխատանքները։ Մինչդեռ ոստիկանությունը շարունակաբար հայտարարում է, թե աճի միտման տպավորություն ստեղծում է սոցիալական հարթակներում բարձրացված աղմուկը, բայց դա այդպես չէ։ Այսինքն արդարանում են։ Պարոնայք իրավապահներ, անգամ եթե նման դեպքերը համակարգային չեն, այլ լոկալ, հանկարծակի սկսված վեճեր են, միևնույն է, անհրաժեշտ է, որ այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանենք, որպեսզի ծնողը չվախենա երեխային դպրոց ուղարկել։ Իսկ նման մտահոգություններ ավելի հաճախ են հնչում։ Քիչ անց կմանրամասնենք, իսկ մինչև այդ խորհուրդ նման ծնողներին։ Պետք է գործադրել ամեն ջանք, որպեսզի երեխան ձեզ վստահի։ Դրա համար հենց հիմա համացանցում փնտրեք լիցենզավորված մասնագետների համապատասխան հոդվածներ։ Դրանք քիչ չեն եւ կօգնեն կառուցել այդ կամուրջը։ Իսկ երեխայի վստահությունը ձեռք բերելուց հետո, եթե տեղեկանաք, որ հայտնվել է հետևանք ունեցող կոնֆլիկտային վիճակում, անմիջապես ահազանգեք ոստիկանություն, քանի որ ժամանակին արձագանքը կարող է կյանքեր փրկել։ Ու որպեսզի կանխարգելումը չդիտվի որպես լոկ պարտականություն, այլ դառնա առողջ համագործակցություն, մի սահմռկեցուցիչ վիճակագրական տվյալ բերեմ։ Անչափահասների մասնակցությամբ դատարան ուղարկված 5 գործ վերաբերում է սպանության, 2 գործ սպանության փորձի, 1 գործ սպանության նախապատրաստության, 11 քրեական վարույթ էլ առողջությանը ծանր վնաս պատճառելուն։ Այժմ Էդուարդ Պողոսյանի «Երբ դպրոցը մարտադաշտ է դառնում» տեսանյութը։ Դպրոցից տուն գալու ճանապարհին 3 եղբայրներով հարձակվել են երեխայի վրա ճանապարհին ծեծել։ Այս կնոջ 10-ամյա որդուն ծեծելու դեպքը նախապատմություն է ունեցել, ամեն բան սկսվել է դեռ դպրոցում։ Սուրանկյան զրուցակիցը պատմում է, ոչ առաջին փորձն էր, ոչ էլ նույնիսկ երկրորդ։ Միշտ գնում գալիս իմ երեխան կպնում էր, անշնորհք բաղեր, ուշունցներ, վիրավորանքներ, մի քանի անգամ իմ երեխան հետաքաշվեց,
Ես միշտ արգելել եմ իմ երեխուն շփվել նման երեխեքի հետ։ Այսքանով սակայն չի բավարարվել 10 տարեկան տղայի դասընկերը, այս անգամ դասերից հետո որոշել են հարցեր պարզել նաև բռունցքներով, 3-ով 1-ի դեմ, ընդ որում մյուս 2-ը տարիքով փոքր, ամենակրտսերը 5 տարեկան, այսինքն դեռ նույնիսկ դպրոց հաճախելու տարիքին չհասած։ Դպրոցում ինչ-որ միջադեպ ա եղել, քաշքշել են երեխուն, ուղեցել են խփեն, հարթել են դպրոցի ուսուցիչները, տնօրենը, ես ամեն անգամ չեմ կարող իմ երեխուն սենց նեղված, անդադ ճնշված, անդադ վիրավորված, անդադ ծեծված իմ երեխեն գատուն, որ ինչի համար։ Մայրաքաղաքի մեկ այլ դպրոցում էլ օրերս երկրորդ դասարանում սովորողների մեջ է վեճ եղել, բայց այս դեպքում բանը հասել է որովայնի սալջարդին, 8-ամյա տղան դասարանցուն հրել էր, հատակին գցել քացիներով հարվածել նրա մեջքին։ Երեխան ողջ առողջ գնում է դպրոց, ծեծված հետ գալիս տուն։ Մինչև իրավապահները ամփոփում են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությունը, մասնագետները անհանգստանում են, աճի միտումը նկատելի է եւ շարունակական։ Եթե 2024-ին քննչական կոմիտեն 60 քրեական վարույթով 78 անչափահասի նկատմամբ էր մեղադրական եզրակացության եկել ու գործերը դատարան ուղարկել, ապա նախորդ տարի 80 քրեական վարույթով 92 անչափահասի են մեղադրել, ավելացել էր նաև ընդհանուր գործերի թիվը, թեպետ 2024-ից 158 վարույթ փոխանցվել էր, քննել էին անչափահասների կատարած հանցագործությունների մասին ընդհանուր 464 վարույթ, 20-ով ավելի քան նախորդած տարում, 5 սպանության, 1 սպանության նախապատրաստության, 2 սպանության փորձի եւս 11 առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր են եղել։ Անչափահասները հանդիսանում են հասարակության հայելին եւ ցանկացած ծայրահեղ դրսեւորում ճգնաժամային իրավիճակ, որը առկա է հասարակության մեջ, ինքը առաջնահերթ անդրադառնում է հենց անչափահասների վրա եւ բոլոր բռնությունների մասին խոսակցությունները, այն որ անպարժելիության մթնոլորտ է ձևավորվում կամ իրականացվում են այլ գործողություններ, դրանք ազդում են հենց երեխաների վրա, ձևավորելով իրենց մոտ ագրեսիվ մոտեցումներ, նրանց մոտ ստեղծելով ուժի եւ իշխանության միջոցով հարցերը կարգավորելու առանձնահատկություն։ Խնդիրը նաեւ քարոզչության դաշտում է։ Ես դա կարծում եմ նաեւ դրա արտացոլանքն է։ Վերջի եթե մենք ռետորաբարությունը նայում ենք նախարարի եւ վարչապետի, իրենք հետեւյալ միտքն են անդադ կրկնում, որ դպրոցը այնպիսի միջավայր է, որը նախատեսված է մենակ աշակերտի համար։ Այսինքն կարևորում է մենակ աշակերտը, այսինքն այն աշխատակազմը, որը պետք է ու դրա ֆունկցիան կատարում են անվտանգության միջավայրի ապահովման համար, մղվում են երկրորդ պլան։ Մյուս կողմից, եթե երեխան ընտանիքում դառնում է բռնության ականատես, ապա մասնագետների խոսքով մեծ է հավանականությունը, որ նա կձևավորի մի պատկերացում, համաձայն որի սա խնդիրները լուծելու տարբերակ է ճիշտ վարվելակարգ։ Պատճառների այս շարքում մասնագետներն առանձնացնում են նաև ագրեսիվ տեսաբովանդակությունը, վիդեոխաղերը, որ այսօր անչափահասների աչքի առաջ են, առավել հաճախ առանց ծնողի իմացության կամ էլ հնարավոր կառավարման։ Փորձագետներն այստեղ նկատում են այս ամենը զուգընթաց կյանքում ինքնահաստատվելու փուլին, որը երբեմն ստիպում է նաև սեփական անկախությունը փաստել հիմա, տեղում։ Այսինքն ինքը ուզում է ցույց տալ, որ ինքը սուբյեկտ է, որ ինքը անձ է, ինքնուրույն անհատական մոտեցումների շրջանակներում ինքը ձևավորվել է որպես այդպիսի։ Եվ օրինակ շատ հաճախ գողություն կատարելը ոչ թե նշանակում է, որ ինքը գումարի խնդիր ունի եւ իրան օրինակ սոցիալական կամ ֆինանսական խնդիրներն են առաջացնում այդ ցանկությունը, այլ դա վերաբերվում է այն դեպքերին, երբ որ ինքը փորձում է ինչ-որ մի հաստատությունում, ինչ-որ մի խմբում, ինչ-որ մի անձանց շրջանակներում ինքնահաստատվել։ Չնայած որ երեխաներն ինքնահաստատման փուլում են, ծնողական ու համայնքային վերահսկողության կարևորությունն ու նշանակությունը դրանից չի նվազում։ Ընդ որում համայնքային վերահսկողություն նշելով մասնագետները նկատի են առնում ինչպես դպրոցում ուսուցիչների, այնպես էլ իրավապահների ուշադրությունը։ Մենք չունենք փողոցներում վերահսկող ոստիկանական ծառայողներ։ Տարիներ առաջ ունեինք հրեշտակների ջոկատ, որոնք զույգերով շրջում էին Հայաստանի Հանրապետության փողոցներով եւ այո, արագ արձագանք էին տալիս, երբ որ տեսնում էին, որ ինչ-որտեղ կուտակված երիտասարդներ կան, այսինքն դա կանխում էր հանցագործության դեպքերը։ Բռնության ենթարկված 10-ամյա տղայի մայրն օրինակ ասում է, որդու վրա հարձակումից հետո ոստիկանական վերահսկողություն այդ տարածքում եղել է, ապագայի հետ սակայն մեծ հույսեր չի կապում։ Հա, այս ընթացքը արել են, բայց չի թվում սա մինչև վերջ կգնա, որովհետև սկզբնական շրջանն է, միշտ իրավապահները անում են իրանց գործը ու մի կողմ քաշվում։
2025-ի ամփոփ տվյալներով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 5 անչափահաս է պահվում։ Նրանցից 2-ին դատապարտել են, 3-ը կալանավորի կարգավիճակով են, սպասում են իրենց դատավճռին։ Պատիժը ոչ թե պատժող նպատակ պետք է հետապնդի, այլ պատիժը վերականգնող նպատակ պետք է հետապնդի։ Ու այո, մեր դատական պրակտիկան ու վերջնական դատական ակտերի դատավճիռները պետք է կայացվեն այդ տրամաբանությամբ։ Եթե մենք նայում ենք երեխայի տեսանկյունից, շատ ճիշտ է, որ երեխային այո, մաքսիմում նշանակվի այնպիսի պատժատեսակ, որը կնպաստի նրա հասարակության օրինապաշտ վարքագծի վերականգնմանը, ոչ թե պատժելով իրեն ավելի գործ դարձնելուն, որովհետև եթե ազնվորեն խոստովանենք, քրեակատարողական հիմնարկը պատիժ այդտեղ կրելը շատ լավ տեղ է, իրոք հանցագործ դառնալով։ Երբ որ մենք խոսում ենք վերասոցիալականացման մասին, ինքը պետք է լինի թիրախավորված եւ ինքը պետք է իրականացվի անչափահասի կարիքների գնահատման հիման վրա, այլ ոչ թե լինի մի ծրագիր, որը նույնական ձևով կրկնվի մյուսների մասով։ Եվ մինչեւ մենք չունենանք բազմամասնագիտական խումբ, որտեղ որ ոչ միայն իրավաբանը, այլ նաեւ հոգեբանը, սոցիալական աշխատողը եւ մյուս մասնագետները կարողանան այդ ամբողջ գործընթացի շրջանակներում իրացնել ճիշտ գնահատական եւ դրա հիման վրա կազմեն ճիշտ ծրագիր, մեր մոտ անչափահասների հանցավորությունը կաճի։ Հարևան Վրաստանում մեղադրյալի աթոռից դատապարտյալի խուց տեղափոխվող անչափահասների համար պետությունը պայմանագիր է կնքում նրա ծնողների հետ քրեակատարողականում իրար նման օրերը գլորելու փոխարեն երեխային տանելով օրինակ ծերերի խնամքի կենտրոն սոցիալական աշխատանքի։ Ոչ մեկ չի ասում, որ դրանում ունի նաև իր մեղավորությունը ծնողը, որովհետև ժամանակին չի իրականացրել երեխայի ճիշտ դաստիարակության իր պարտականության կատարումը։ Հետո որ ես կարծում եմ, որ եթե պետությունը հետևողական է երեխայի դաստիարակության ու նաև նրանց մասնակցությամբ հանցավորության թվի նվազեցման հարցում, ուրեմն պետք է նաև ծնողի նկատմամբ դրված պարտականության չկատարման իրավական բացասական հետևանք նախատեսվի։ Չնայած միջադեպերի անհատական բնույթին, դրանք ընդգծում են երեխաների սոցիալական միջավայրի ձևավորման ավելի խորը հարցերը։ Վարքագծի ձևավորումը միշտ չէ, որ արտացոլում է անմիջական դրդապատճառները, հաստատի հաճախ այն ավելի մեծ համակարգերի ազդեցության արդյունք է, որտեղ դպրոցն, ընտանիքն ու համայնքը փոխհարաբերակցության մեջ են, ուղիղ պատասխանատվությամբ, հաճախ այդպես էլ ոչ միասնական, իսկ սրա արդյունքում կարող է ուղղակի երեխայի կյանքը ձևախեղվել, գլխի վայր շուռ գալ, կործանարար հուն մտնելով։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Վերջին տարիներին հատկապես Երևանում թոփ թեմաներից է դարձել էկոլոգիան։ Մաքուր օդի խիստ պահանջարկը մարդկանց ստիպում է մտածել քաղաքից դուրս բնակարան գնելու կամ առանձնատուն կառուցելու մասին։ Բայց գիտեք որն է խնդիրը։ Երևանից դուրս էլ շատ բնակավայրերում օդի աղտոտվածությունը մտահոգիչ է։ Պարզապես այնտեղ բացակայում են օդի որակը չափող սարքերը։ Մասնագետները հազանգում են։ Արտանետումները շատ են, դրանց վերահսկողությունը թույլ է, չկան օդի աղտոտումը կանխող գործիքներ։ Իսկ ինչ գործիքների մասին է խոսքը։ Առաջին հերթին նկատի ունեն ծառերը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում խիտ անտառածածկ տարածքներ պահպանվել են միայն երկու մարզում՝ Լոռիում եւ Տավուշում։ Կարելի ասել Հայաստանի թոքերն են։ Թոքեր, որոնք գնալով փոքրանում են, քանի որ բնապահպանների պնդմամբ անտառների անվերահսկելի հատումները շարունակվում են։ Համացանցում բարբերաբար հայտնվող հրապարակումները փաստում են, որ պետական կառույցները բացի վիճակագրություն կազմելուց այլ էական քայլեր չեն ձեռնարկում։ Ասենք հրապարակում են, թե քանի անձի են պատասխանատվության ենթարկել, մեկ էլ ներկայացնում են ապօրինի հատված ծառերի ինչ-որ թիվ։ Մասնագետները վստահեցնում են, որ վիճակագրության եւ իրականության միջև էական տարբերություն կա։ Իրական պատկերը անհամեմատ սարսափելի է։ Որոշ հաշվարկներով Հայաստանում տարեկան մինչև 100,000 ծառ է ապօրինի հատվում։ Նույնը թե մի քանի թափթփուկի պատճառով Հայաստանի բնակչությունը մնում է թթվածնին կարոտ։ Սարսափելին այն է, որ ոչինչ չի արվում աղետի մասշտաբ անգամ մեղմելու ուղղությամբ։ Տարիներ շարունակ խոսում են վերահսկման գործիքների ներդրման անհրաժեշտության մասին, բայց խոսքերից այն կողմ գործը առաջ չի գնում։ Համենայն դեպս անտառ հատումների կանխման արդյունավետ միջոցներ առայժմ չեն կիրառվում։ Իսկ դա կասկածների լուրջ տեղիք է տալիս։ Թե ինչի մասին է խոսքը, Արմեն Աթալյանի երկրի կացնահարվող թոքերը տեսանյութում։ Աղարծին գյուղի վերևը ու այդտեղ ունեցած կոտորածի մի մասը գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում, մյուս մասը համայնքային տարածքներ են, այսինքն մեկը մտել է տարածք կամ մեկը չէ, մի 10 հոգի, որտեղ այդ քանակի կտրել այդքան հեշտ չի, ու պրոստը արխային փրթելով գնացել է։ Այդտեղ կան աշխատող մարդիկ, ովքեր գումար են ստանում այդ ամեն ինչը,
պահպանելու համար։ Դիլիջանի ազգային պարկի Հաղացինի հատվածից այս նկարները օրերս հրապարակել է բնապահպանի տուն նախաձեռնության հիմնադիր Գոռ Հովհաննիսյանը։ Նա երկար տարիներ կամավոր հիմունքներով զբաղվում է այս անտառի պահպանությամբ։ Լեռնային մոտոցիկլետներով նախաձեռնության մյուս անդամների հետ պարեկում է անտառում եւ հարյուրավոր ընդհարումներ է ունեցել անտառահատների եւ իրենց գործը մեղմ ասած լավ չանող անտառապահների ու անտառապետերի հետ։ Ձմեռվանից հետո շրջայցը այս տեղամասում բացահայտել է ծառերի հերթական կոտորածը։ Կա ինչ-որ մեկը, ով է տարածները գիտի, որ ինքն է համայնքային որը չէ, ինչ որ մեկին էլ ոնց որ էս վերջերս գործից հանել են, ու այդ տարածները ավեր է կատարվում։ Կտրելու, կտրտելու, տեղափոխելու համար այստեղ ամիսով գործ են արել։ Այսինքն ամիսով այստեղ ոչ մեկ չի եկել, ասել ախպեր էս ինչ եք անում։ Այսինքն լոգիկ է, բոլորն էլ տեղյակ են, ովքեր պարտավոր են տեղյակ լինեն։ Դիլիջանի ազգային պարկի այս հատվածներում համայնքի եւ պարկի սահմանները շատ անհասկանալի են գծված։ Այսինքն ֆիզիկապես հնարավոր է գտնվես անտառում, բայց դե յուրե այն համարվի համայնքի տարածք։ Ըստ այդմ, այդ տարածքի եւ ուրեմն դրա վրա աճող ծառերի մասով գործեն այլ օրենքներ։ Սա չի նշանակում, որ մարդիկ իրավունք ունեն այստեղ աճ ու ձախ ծառեր հատել։ Տեսնում ենք, որ դրանք գտնվում են այս դաշնագույն գոտում հիմնականում այստեղ սահմանային է ազգային պարկի տարածքի հետ եւ դա ըստ էության նշված է որպես համայնքահեն արոտավայրեր, այսինքն այստեղ այո, այսինքն դե ֆակտո ինքը անտառային տարածք է։ Արբանյակին չես խափի։ Այսեր Ղազարյանը պարբերաբար արբանյակային լուսանկարները տարբեր ֆիլտրերով համադրում է պետական կառավարման համակարգերում կիրառվող քարտեզների հետ։ Հետաքրքիր պատկեր է ստացվում։ Անտառների քարտեզագրման խնդիրներից ճարպիկ ծառահատները տեղը-տեղին օգտվում են։ Այս հատվածում մենք ունենք անտառացած տարածք։ Ինքը արդեն ըստ էության այս հատվածում հիմա միացնում եմ արբանյակային պատկերը Դիլիջանի ազգային պարկի հյուսիս-արևմտյան թևում է, տեսնում եք, տակը անտառացած տարածք է, բայց նոր կառավարման պլանի, այսինքն գործող կառավարման պլանի ուրեմն պատկերով հողերի, հողածածկույթի եւ հողերի կառավարումով ինքը տրված է դեղին գույնով, այսինքն տրված է արոտավայր։ Այսինքն սրանից հետևություն, որ եթե մի օր գնաս եւ տեսնես, որ նշված անտառային տարածքում ծառ չի մնացել, քեզ ցույց են տալու անտառների կառավարման պլանին կցված քարտեզը, որում նշված է, որ այստեղ երբեք էլ չի եղել անտառ, եւ թող գրողի ծոցը գնան արբանյակն էլ ծառեր պատկերող ճշգրիտ նկարներն էլ։ Համայնքապատկան անտառների ճակատագիրը պարզ է, ամենայն հավանականությամբ դրանք կամաց կոչնչացվեն։ Իսկ ինչ է լինելու բուն ազգային պարկի եւ հայ անտառի հաշվեկշռում գտնվող անտառների հետ։ Եթե անտառապետը ու անտառապահը իրենց աշխատավայրում են գտնվում, ամիսներով միտեղ գործ անես, որտեղ մարդիկ գործի են գալիս ու երբ որ սարերով այդ բենզասղոցի ձայնը տարածվում է, հնարավոր է այդ մարդիկ տեղյակ չլինեն էլ մի կողմ, ինչքան է շանսը, որ իրանք տեղյակ են եղել ու այդ ամեն ինչի մեջ խառնված չեն։ Տարիներ առաջ խոսվում էր այս խնդրի մասին։ Անտառը լիճ չէ, որ նավակդ որ կողմից ուզես դուրս բերես ապ։ Կան մի քանի ճանապարհներ, որոնք հավուր պատշաճի հսկելու դեպքում, ասենք տեսախցիկներով, ոչ մի մեքենա չի պլստա աննկատ։ Հետիոտն ծառ դուրս չես բերի անտառից։ Հենց այսօր անտառի մեջ բանով սվարկով կտրած պոկած ուղեփակոց են գտել։ Ու դրա վերևը արդեն տասնյակներով կտրած թարմ կտրած ծառեր։ Ժամանակակից տեխնոլոգիաներով անտառը վերահսկելը լրիվ ռեալ է, բայց այդ դեպքում պիտի աշխատավարձները 2 անգամ շատ լինի ու լինեն կրթված ու պատասխանատու մարդիկ։ Պատահում է, որ ապօրինի փայտահատներին աջակցելու մեղադրանքով անտառապահներ կանգնում են դատարանի առաջ, բայց դատական այդ գործերի ճակատագիրը մնում է անհայտ։ Կա կարծիք, որ ամեն ինչ ավարտվում է վնասի փոխհատուցումով եւ վերջ։ Իրականում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումով կարելի է շատ արագ փաստերով ֆիքսել, թե որտեղ, երբ, որ ծառն է հատվել ու դատարանի առաջ կանգնեցնել տվյալ տեղամասի համար պատասխանատու պաշտոնյաներին։ Կարմիր գույներով սրանք անտառի, ուրեմն ծառերի այսպես սաղարթներն են։ Այս մուգ գույնի բացվածքները սրանք ոչ անտառային, այդ բացված պատուհաններն են, միջ ծառային հատվածներն են կոպիտ ասած։ Այսինքն, եթե այդտեղ լինում է թարմ հատում, համատարած, ինքը այսպիսի պատկեր է ստեղծում, իսկ եթե հին հատում է, ինքը մի փոքր կանաչ զանգվածով տակից լցվում է։ Այստեղ անտառապահները ներկայացնում են հերթապահ մի պատճառաբանություն։ Ես աշխատում եմ մինչև ժամը 6-ը, ծառերը կտրել են 6-ից հետո։ Կարճ ասած տեղում չէի, տեր չեմ։ Ենթադրվում է, որ այս խնդիրը լուծվելու է էկոպարեկային ծառայության ներդրման միջոցով։ Տավուշում այս տարի հիմնվելու է համապատասխան վարչություն, եւ ծառայողները անտառներում պարեկելու են 24/7 ռեժիմով։ Այդ նույն մարդիկ, ովքեր
Այն որ կողքից նայում էր կամ կողքից լսում էր, ամենայն հավանականությամբ խառն էին այդ process-ի մեջ կամ տեղյակ էին ու թքած ունեին անտառների վրա ու համարվում էին անտառապահ, հիմա համարվելու են պարեկներ ու ավելի բարձր աշխատավարձ են ստանալու։ Նմանատիպ կապերը, նմանատիպ հարցադրումները բացառելու համար աշխատակիցները իրենց հանդերձանքի վրա պարտադիր պայմանով կրում են չանջատվող բացառությամբ սննդի եւ հանգստի ժամերին տեսախցիկներ, որը որ ֆիքսում են նրանց յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր խոսակցությունը, յուրաքանչյուր գործողությունը։ Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները սակայն հավաստում են, որ ծառայողներին աշխատանքի են ընդունելու քննության միջոցով, իսկ տեխնացուները պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ունենան։ Փորձում ենք այս նոր ծառայության մեջ ներգրավել նոր անձինք, որոնք որ պետք է ունենան բարձրագույն կրթությունը եւ ծանոթ չլինեն այդ նախկին համակարգերին, սխեմաների։ Ծառայության մեկ այլ վարչություն էլ զբաղվելու է այս տեսախցիկների նկարահանածը վերծանելով եւ անտառահատների հետ կապերը բացահայտելով։ Մենք գիտենք, որ որոշակի խնդիրների մենք բախվելու ենք։ Մենք նմանատիպ խնդիր ունեցել ենք արդեն նույնիսկ 2024 թվականին, երբ որ նոր առաջի տարին էր, Սևանա լճի Սիգի արդյունագործական ворսի շրջանակներում կհիշեք, երբ որ այնտեղ Սիգի ворսով զբաղվողները լուրջ խնդիրներ առաջացավ իրավապահ մարմինների հետ, բախումներ, հետագայում ձերբակալություններ։ Կկարողանան երիտասարդ ամփոց եւ այս սև բիզնեսից անտեղյակ մարդիկ կանխել ծառայհատումները։ Անտառները որպես կանոն հատում են ոչ թե սովորական քաղաքացիները, այլ կազմակերպված խմբերը։ Ենթադրվում է, որ հատկապես շինափայտի եւ փայտածուխի առևտուրը լուրջ եկամուտ են ապահովում այդ խմբերին։ Օդում կախված լուրերի համաձայն կան մաֆիաներ Հայաստանի բոլոր անտառներում, ծանոթներ, պաշտոնյաներ ու կա բաղաղուց, հղկված արդեն բիզնեսներ, մեքենաներ, որոնք գնված են հատուկ դրա համար ու չկա կոնկրետ լուրջ քայլ սիստեմատիկ դրանք վերացնելու։ Ավելի շուտ իմ տպավորությամբ կան ցուցադրական ինչ-որ պստիկ քայլեր, որոնք ներկայացնում են, անում են այսքան գործ, ներկայացնում են սենց ու սայլուտներով ու փայլիկներով։ Էկոպարեկային ծառայությունը անտառահատումների դեմ պայքարի օղակներից մեկն է։ Ոչ պակաս կարևոր են իրավապահ եւ քննչական կառույցները, որոնք պետք է բացահայտեն այս սև բիզնեսի ցանցերը եւ հիմնական եկամուտը գրպանող գլխավոր շահառուներին։ Օդում կախված լուրերի համաձայն նրանք չափազանց բարձր եւ ամուր տանիք ունեցող անձինք են։ Հենց այս խոշոր շնաձկների բացահայտումն էլ ցույց կտա, թե որքանով են արդյունավետ աշխատում նոր կառույցները։ Գիտեք, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոխին մոտ 1 խորանարդ մետրի հասնի։ Նկատում եմ բոխի ծառը ձեզ 1 խորանարդ մետր փայտանյութ տա։ Մոտավորապես 30 տարի, կախված գրունտից եւ կլիմայից։ Իդեպ սա բոխի չի, որպես ինֆորմացիա։ Իսկ ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի 1 խորանարդ մետր բոխին վառվի 20-ից 30 ժամ, կախված փայտի չորությունից։ Հիմա համեմատեք 30 տարի եւ 30 ժամ։ Արմեն Աթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Բախվում է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվում դաշտում, զնակույտի մեջ։ Մտովի պատկերացնում էի վթարի պահը ու սարսափում։ Չի գալի դիատարը։ Ասել եմ ու կասեմ, որտեղ խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենա, այնտեղ մա։ Նրանք խնդրելու վարագություն մի բացեք։ Եղածը եղածա ու ցավոք շատ տխուր հետևանքներով։ Ոչ միայն ժեշտի տեսանկյունից, այլ մարդկային կորստի տեսանկյունից։ Երկուսի անվտանգության բարձիկները բացվել է։ Հետիոտնը փորձում էր ճանապարհը կտրել թույլատրելի հատվածով, այն զռլամա շաքման մակնիշի բեռնատարն էլ հանգիստ վրով անցավ։ Հավանաբար վարորդին կտեղափոխեն հիվանդանոց։ Ու էլի մահացածը զինծառայող էր։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում էր ծառայում։ Բա որ ասում ենք, որ մեզ թշնամի պետք չի։ Որմոտից փոկի հարցը։ Պարզվում է, որ վարորդական իրավունքի վկայականը Էրիկը մի քանի օր առաջ էր ստացել։ Հայրն էլ այդ կապակցությամբ նոր մեքենա էր գնել։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Երեխան դառնում է չափած, վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություն է հանձնում, հայրը այդ կապակցությամբ նոր մեքենա է գնում, սիրասուն զավակն էլ վարորդական իրավունքի վկայականը ստանալուց հաշված օրեր անց այդ մեքենայով դաժան վթարի հեղինակ է դառնում, խլելով հանդիպակաց գոտիով ընթացող մեքենայի վարորդի կյանքը։ Ինչ խոսք, հնդկական կինոյի սցենար, որը 18-ամյա Էրիկը բեմադրել է իրական կյանքում։
Պատմություն, որտեղ երիտասարդական ավյունը միախառնվել է ծնողական թուլության ու պետական անբավարար վերահսկողության հետ։ Ասեմ թե ինչ նկատի ունեմ։ Մի պահ պատկերացրեք, որ վարորդ եք, երթևեկում եք սահմանված արագությամբ, մեկ էլ որտեղից որտեղ հայտնվում է ինչ-որ մեկը եւ դուրս գալով իր երթևեկելի գոտուց կտրում է բաժանարար կանաչ գոտին ու մեծ արագությամբ մխրճվում ձեր մեքենայի մեջ։ Սա լոկ նկարագրություն չէ, այլ Նիսանի 64-ամյա վարորդի եկյանքի վերջին վայրկյանների սարսափելի պատկերը։ Դեպքի վայրում հավաքվածներից ոմանք տեսակետ են հայտնել, թե ճակատագրից չես փախչի, որ եթե այդ մեքենան հանդիպակաց դուրս չգար, գուցե վարորդը մեկ այլ մահացու խոչընդոտի հանդիպեր։ Նման մտածելակերպ ունեցող մարդկանց չեմ հասկանում։ Ավելին կարծում եմ, որ ամեն ինչ ճակատագրին վերագրելն է ծնում նոր օրինազանցություններ։ Իսկ կարող եք ավելի պարզ ու տրամաբանորեն դատել։ Ասենք, եթե հայրը չհալվեր ու չշտապեր սիրասուն զավակի համար մեքենա գնել, եթե քննական ստորաբաժանումը պատշաց ստուգեր պատանու գիտելիքներն ու հմտությունները, եթե թեական ժամանակի մեջ քննարկվող շատ բացեր կան, որոնք շտկման դեպքում ճակատագրից էլ չեք բողոքի։ Ուստի կատարվածից բոլորը պետք է դասեր քաղեն, ու առաջին հերթին ծնողները, որոնք պետք է գիտակցեն, որ տաքարյուն ու դեռևս ում զավակների քմահաճույքներին տեղի տալը կարող է մահացու լինել թե իրենց երեխայի, թե անմեղ վարորդների ու անցորդների համար։ Անցած օրի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի հոր մահաբեր նվերը տեսանյութում։ Ախ, այսպես էլ գիժամիս մարդու հանգիստ չի տալիս։ Այսօր ուրախ օր կանի, վաղը անձրև ու քամի։ Ով կարող էր մարտ ամիսը ավելի դիպուկ նկարագրեր, քան ամենայն հայոց բանաստեղծը, բայց ինչ իմանար Հովհաննես Թումանյանը, որ 2026-ի մարտ ամսի գրեթե յուրաքանչյուր օր քրեական քրոնիկոնի դժբախտ պատահարների մասով անձրև ու քամիա լինելու։ Ժողովուրդ ջան, ցավալի է, բայց փաստ։ Ինչպես նշեց Վայե Ղազարյանը, այս տեսանյութում ներկայացնելու ենք մարտ ամսի միայն մահվան ելքով դեպքերը, ընդ որում դրանք պատկերը չեն ամբողջացնում։ Եթերային ժամանակի սղության պատճառով մի մասը դուրս է մնացել տեսանյութից։ Իհարկե, հաջորդ տեսանյութերում, ինչպես ասում են, բացը կլրացնենք։ Հիմա կներկայացնենք ողբերգական ելքով 6 պատահար։ Սկսենք հանրապետության չարաբաստիկ ճանապարհներից մեկից՝ Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցածից։ Եվ ուրեմն առավոտ կանուխ ժամը 6:50-ի սահմաններում ՎԱԶ 2115-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս Մաստարա բնակավայրի վարչական տարածքում բախվում է երկաթե արգելապատնեշներին ու գլխի վայր հայտնվում դաշտում։ Մտովի պատկերացնում է վթարի պահը ու սարսափում։ Մեքենայի արագությունը պատկերացնելու համար բավարար է միայն նշել, որ նախքան կլխկոնձի տալը տեսեք, թե ինչ բարձրություն է հաղթահարել։ Չի գալի դիատարը։ Ինչպես տեսնում եք, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է։ 3 հոգու էլ, որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիներն ու փրկարարները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից երկուսը ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Իսկ դա նշանակում է, որ վիճակները հեչ լավ չի եղել։ Այդուհանդերձ, չեմ զարմանա, եթե վերջում պարզվի, որ ինքնավթարի պատճառը վարորդի աչքը կպնելն է եղել, չէ որ դեպքը, ինչպես արդեն ասացի, առավոտ կանուխ է եղել։ Էս էլ խորհրդային արտադրության մյուս մեքենան, այն մարդ, ես զարմանում եմ, երբ մեծ խոսում են, թե բա հեսա ազատվում ենք խորհրդային ու ռուսական ժառանգությունից, то դուք չեք կարում սկի այս ճկրած ու վաղուց դարը ապրած 4 անիվանոցներից ազատվեք, թե բա գնում են եվրոպական ինտեգրման, ասել եմ ու կասեմ, որտեղ խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենա, այնտեղ մահ։ Մեկ այլ ոչ պակաս վտանգավոր ճանապարհին ենք, Ծովագյուղ Շորժա Վարդենիս, որի 7-րդ կիլոմետրին, ինչպես տեսնում եք, իրար են բախվել գազ 3110 ու Volkswagen Magnishi ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է բետոնե սյուները, երկաթե արգելապատնեշները ու դուրս եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել։ Մի տարի էլ ստեղելի խամեր էր շուրեք է։ Ոյ, սիրկոտնի Ինը լայր է ավտոյի մասը։
Հիշում եք այս 31-ին, սրանից 30-40 տարի առաջ շատերի երազանքներ, ջոչերն էին սրանով ֆրֆռում, բայց հիմա, որ նայում եմ, այս գլխկոնցի տված Volkswagen-ն նույնիսկ կողքը սիմպաթիչնի է երևում։ Բայց դե հիմա էլ մեր գյուղացի եղբայրները կասեն, որ հին մեքենաները պահելը նենց չի, որ քմահաճույք է, սոցիալական խնդիր է, բան չասի, բայց քանի անգամ ենք նշել, որ դրանց փոխարեն ավելի լավ է հին Opel առեք։ Լավ, այս կիսաքաղաքական դեբատները դնենք մի կողմ, արձանագրենք, որ վթարի հետևանքով վարորդները եւ 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Նրանք խնդրելով արագություն մի բացեք։ Ճանապարհն չոր ա եղել։ Տեսնում եք, ինչպես են իրավապանները գլուխ կոտրում, թե ինչ աստեղ իրականում կատարվել։ Դեմքերին մտահոգությունը պայմանավորված է նաև նրանով, որ րոպեներ առաջ հիվանդանոցից ազանգ են ստացել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Դե իհարկե, ճշմարտությունը պարզելու համար մի քանի փորձաքննություն կպանջվի, բայց դատելով 31-ի արչևի բացակայող հատվածից կարելի է վարկած առաջ քաշել, որ չէ, լավ է, ոչ մի բան էլ չեմ ասի, թող նախաքննական մարմինը խոսա։ Այսի հետքն է լրիվ, հա, այսի սաղ հետքերն է այսենց, 31-ի վարորդը ստեղ է, հա, ինքնազգացողություն է վատացել, բժիշկը արձանագրել է։ Տեղափոխվենք մայրաքաղաք, որտեղ մարտ ամիսը ոչ պակաս տխուր անակնկալներ մատուցեց, թե ասա Երևանի փողոցները այդքան թեր ծանրաբեռնված են, որ այս Nissan-ն ու Mitsubishi-ն այս կարգի վթար են ունեցել։ Պետք էր լավ արագություն ունենալ, որ մեքենաները այսօրը գցել։ Բադալ Մուրադյան փողոցում ենք, որը օրվա ցանկացած ժամի պակաս ծանրաբեռնված չի լինում։ Էլուր մնաց 17:20-ի սահմանները։ Այդուհանդերձ, ինչպես տեսնում եք, 2 մեքենաներն էլ վերածվել են մետաղե ջարդոնների։ Միզո 3 վիրավոր էլի։ Հավաքվածներից ոմանք վարկած էին առաջ քաշում, թե Mitsubishi-ի վարորդը փորձել է գնալ դեպի գազալցակայան, բայց Nissan-ի վարորդը դա թույլ չի տվել, որ արագություն ասում էի, հենց սա առաջին հերթին նկատի ունեի, այսինքն գործ ունենք համարյա ճակատային բախման հետ։ Նման դեպքերում մանևր կատարելու համար Mitsubishi-ի վարորդը պիտի 100%-ով համոզված լիներ դրա անվտանգության մեջ, նոր նման քայլի դիմեր, բայց եղածը եղած է, ու ցավոք շատ տխուր հետևանքներով։ Ոչ միայն ժեշտի տեսանկյունից, ինչպես տեսնում եք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ այս մեքենայի առջևի բոլոր բարձիկներն են բացվել, այլ մարդկային կորստի տեսանկյունից։ Այս կալոնքի ժողովուրդն են առաջինը հասել օգնել։ Այո, ինչքան էլ շտաբօգնության բրիգադները օպերատիվ են գործել, բայց չեն կարողացել փրկել վիրավորներից մեկի կյանքը։ Ուզում է հասկանալ, թե որ մեքենայում եւ որտեղ է գտնվել վթարի պահին մահացածը։ Չստացվեց։ Չնայած, ինչպես նշում էին ականատեսները, մյուս վիրավորների վիճակներն էլ լավագույններից չէր։ Այ որպեսզի չխոսենք սենց տխուր բաների մասին, պարոնայք վարորդներ, առաջնորդվեք 7 չափի 1 կտրի սկզբունքով։ Երկուսի անվտանգության բարձիկները բացվել է։ Քանի անգամ ենք խոսել մայրաքաղաքում մեծ տեղատարողությամբ մեքենաների երթևեկի վտանգների մասին, այն մարդ, թե նույն սովետներում հալալ էր էլի, չեն թողնում զռլամա բեռնատարները անխոչնդոտ մայրաքաղաքի կենտրոններով երթևեկեն։ Իրավասուները շատ լավ պատկերացնում են, որ դրանց վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Ասենք, որ եթե խոչնդոտ կա ու պետք է արգելակես, մի ոտ շուտ դա պիտի անես, բայց փաստորեն մեր քաղաքային իշխանությունները այս հարցում բավականին լիբերալ են ու խնդրեմ։ Տեսակ ինչ կատարվեց ժողովուրդ ջան, հետիոտնը փորձում էր ճանապարհը կտրել թույլատրելի հատվածով, այն զռլամա շաքման մակնիշի բեռնատարն էլ հանգիստ վրով անցավ։ Կարող եմ յուրաքանչյուր հետ գրազգալ, որ բեռնատարի վարորդը չէր էլ նկատել հետիոտնին։ Դե բնական է, նկատեր կարգելակեր, բայց այդտեղ խնդիրը ուրիշ է։ Եթե բոլոր վարորդները, այդ թվում այս բեռնատարի հետիոտների համար նախատեսված անցումներին ինքնաբերաբար դանդաղեցներ արագությունը, նման պատահարներ տեղի չեն ունենա։ Կին, հավանաբար վարորդին կտեղափոխեն հիվանդանոց։ Ու թեև բեռնատարի վարորդը դեպքի վայրից չի ճողոպրել, թեև շտաբօգնության բրիգադը օպերատիվ է գործել, այդուհանդերձ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել։
Սա էլ բավական չէր։ Բեռնատարի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար պարեկները կանչեցին շտաբօգնության նոր բրիգադի։ Այդ տնաշեն անվտանգության նորմերը պայի չես վատանա։ Իսկապես ողբերգական այս դեպքից կարելի է շատ դասեր քաղել։ Այս կինը որ մահացլա անցման տեղով անց, բայց հետիոտներին ինչ ասես։ Սյունեցի երիտասարդներից ոմանց ու նրանց հարազատների համար մարտ ամիսը չափազանց վատ ամիս էր։ Եթե հիշում եք, անցած տեսանյութում ներկայացրել ենք սարսափելի ավտոպատահար, երբ սյունեցի 22-ամյա 4 երիտասարդ օպելով դուրս են եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել ձորում, ինչի հետևանքով նրանցից 3-ը մահացել են։ Եվ ահա մի քանի օր անց նոր ողբերգություն, եւ այս անգամ էլ գործ ունենք ինքնավթարի հետ։ Որ մոտից փոկի արածը։ Աստվածին, ինչպես կարելի էր այսօր ընկնել։ Մետաղետ ջարդոնի վերածված այս կիան վարելա Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա Վարդանը, երբ կեսգիշերից 40 րոպե անց Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին եւ կիսակողաշրջվել։ Ինչպես նախորդ տեսանյութի ողբերգական դեպքում էր, այս պատարի ժամանակ էլ մեքենայում գտնվել է 4 երիտասարդ։ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուրն ու Արամը եւ 20-ամյա Ռոբերտը բոլորն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյան բժշկական կենտրոն։ Այդուհանդերձ մի տարբերություն նախորդ դեպքի հետ կար։ Եթե Սյունիքում տեղի ունեցած վթարի ժամանակ բացի վարորդից մյուս 3 ուղևորներն են մահացել, այս դեպքում ուղևորները ողջ մնացին։ Իսկ վարորդը 19-ամյա Վարդանը գիտակցության չգալով մահացավ, ու ելի մահացածը զինծառայող էր։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում էր ծառայում։ Բա որ ասում ենք, որ մեզ թշնամի պետք չի, թող պաշտպանության նախարարության պատասխանատուները գլուխ չգովան, թե իրենց աշխատանքների արդյունքում բանակում մայրի թիվը նվազել է, բայց ինչ է։ Քիլոկման տեղել չկա։ Բալաստեղ նայեք, այս ինչի անման էլի։ Մայրաքաղաքի արագընթաց ճանապարհներից մեկում ենք, Մոնտե Մելքոնյան փողոցում։ Ինչպես տեսնում եք, իրար են բախվել Լիսյանն ու Նիսանը։ Ընդ որում, այս պատմության որոշ դրվագներ բավականին ուշագրավ եւ ուսանելի են։ Թեև արդեն մեքենաների դիրքը տեսնելով կարելի է զարմանալ, նկատի ունեմ հանգամանքը, որ 2 մեքենաները նույն դիրքով կայանված են եղել երթևեկելի գոտու վրա։ Այդ հանգամանքը ինձ էլ զարմացրեց ու փորձեցի պարզել կատարվածի պատճառը։ Ըստ ականատեսների, Լիսյանը, որի ղեկին եղել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Էրիկը, այլ երթևեկելի գոտիով է ընթանալիս եղել ու մեկ էլ կանաչ գոտու վրայով անցնելով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Սուրիկի Նիսանին։ Վերջինն էլ իր երթին բախվել է Կիային, այսինքն այս Նիսանը իր գոտիով հանգիստ ընթանալիս է եղել, երբ որտեղից որտեղ հայտնվել է թաթալաբազը ու իր սև գործը արել։ Իսկ հիմա ամենասարսափելի մասին։ Նիսանի 64-ամյա վարորդը հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Մարդ իր համար հանգիստ ընթանա ու խնդրեմ։ Հիմա այդ 18-ամյայի մասին պարզվում է, որ վարորդական իրավունքի վկայականը Էրիկը մի քանի օր առաջ էր ստացել։ Հայրն էլ այդ կապակցությամբ նոր մեքենա էր գնել։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են, բայց ֆսոժը մի կոմենտ անեմ։ Մռուի իրավասուներ, բանման վթարի հեղինակին ո՞նց եք վարորդական իրավունքի վկայական տվել։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք ապրիլի 5-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայացքին։